Ժողովուրդ ջան, նայում եմ Սամվել Կարապետյանի այդ ոչխարի հոտով ոհմակին, թե ոնց են ընկել Երևան կվարտիրեք մտնում են պայծեզները շենքերի բանին, մուտքերի դռան վրա կախում են, ասես կախիչով, շատ ճիշտ լոգո են հանել, կախիչով կախում են Սամվել Կարապետյանի գերբը, կախիչը դա շատ ճիշտ է, էլի, այդ ասես կախիչը արած, կախում են Սամվել Կարապետյան Կոչեցյալի ընդրա բուկլետ ասված է, Սամվել Կարապետյան ջան, դու 36 տարի կախվեցիր այս ժողովրդի գրպանից, կախվեցիր այս ժողովրդի եկամտից, թոշակից, հիմա այսօր ի հայտ ես եկել ու ասում ես, որ ժողովուրդը պատրաստ է արդեն իսկ լավ ապրելու, կներես, երբ 30 տարի առաջվա մարդը, որ ապրեց 30 տարի ձեր ղեկավարած ապականաստալիներին, այն մարդն արդեն 60 քանի տարեկան է, էլ ապրելու բան չի մնացել թամամ տակը, ինչի համար ես եկել, փրկելու տեսքով ես եկել, հրեշտակի դեմքով ես եկել, ընտրությունը հաղթահարելու, թևանցելու, երկիր փրկելու դեմքով ես եկել, ինչի համար ես եկել, ուզում եմ իմանամ, հարց անհանգստացնող հարցը, այսքան բարի մարդ ես դու, այ ոչխարի ծնունդ, այսքան տարի ուր էիր դու, այ անասունի սերունդ, ուր էիր, հարց եմ տալի, դու բարերար ես, քո հիմիկվա լեքսիկոնը, քո հիմիկվա ներկայացրած քաղաքական դաշտ գալու գործնեությունը, քո հիմիկվա հանդես բերած պրոցեսները, 30 քանի միլիոն աշխատատեղ, 30 քանի միլիոն աշխատատեղի կարիք Հայաստանում չկա, չսարքես այդքան գործարան, կմնա անբան, անաշխատող, չունենք մենք այդքան աշխատող ուժ, մեր ժողովրդի 90%-ն արդեն իսկ տեղավորված աշխատում է, չի աշխատում են մարդը, ով որ թամբալա, ով որ աշխատանքի կարիք չունի, պարզա, քեզ խնդրում եմ հեռանաս, դու իշխանության չես գալու, ու քո էշ աղբոր որդին էլ այդ ոչխարի մորթին հակածը կանգնել ասում Սամվել Կարապետյանն է հորդորել որ բարձրացնեն բանը թոշակները կներես Սամվել Կարապետյանն ում տան շունն է որ հորդորի Սամվել Կարապետյանն ով է իմ երկրին պետության մեջ մի հատ էլ տենց ոչխարի ծնունդ հորդորող հարևան ես ունեմ ես այդ հարևանին վերել եմ տեղավորել եմ իմ վերևը նիսյատ ունեմ տվել իրան Պարկով վերեմ կալ այդ տունը տվել եմ իրան տեղավորել եմ հələ ոչ դոկումենտ ունի ոչ ջրի աբոնեմենտ ունի ոչ մի բան ունի բանը հայաթում շինարարությունն է ուզմանի ուզմա միանա իմ սարքած կանալիզացիային չեմ թողնելու ոչ մի վատ մարդու կլինի հարևան կլինի հարազատ կլինի դրսից եկած հայ որ ուզմա քո տան քո ընտանիքի քո պետության մեջ ներխուժի թևից պետք է բռնես ու շպրտես դուս բարից բուն իմաստով ոչ մի իրավունք չունես դու ով ես Սամվել Կարապետյան որ իմ երկրի մեջ որոշես վարչապետս թոշակները կբարձրացնի թե քիչացնի Շնորհակալ եմ բարձրացնելու համար որ բարձրացել է բայց դու ով ես այ ապորինի բալայան այ չկայացած քահանայի ընդամենը օգտագործվող համակարգ դու ով ես այս երկրում որ որոշես այտենց շատ է սիրտները ցավում թոշակառուների համար այտենց շատ է սիրտները ցավում սոցիալապես անապահով մարդկանց համար գնացել եմ լայվ եմ արել բացահայտել եմ սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ապրող մարդկանց դե օգնեք դե աջակցեք դե անտուն մարդկանց տուն տվեք միլիոններ եք խոստանում 300,000 աշխատատեղի փոխարեն 10 ընտանիքի տնով ապահովեք կանեք ինչ որ բան արել եք այսքան վաղ ինչ որ բան արել եք այսքան վաղ ոչինչ չեք արել եք չկներեք արել եք քանդել եք ապականել եք կեղեկել եք թալանել եք խեղաթուրել եք ու հայ ժողովրդին սարքել եք պատերազմի թիրախի բերան կանգնացրած ժողովուրդ սարքել եք Արցախյան պատերազմը կերտել եք Արցախյան պատերազմը եւ դարերի վեր Հայաստանի ներսում ծնունդ առած ու Ռուսաստանի ռսի լծի տակ սնված արարողությունները Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրել ու ապականել եք դուք դրանից զատ էլ ոչինչ չեք արել դուք դրանից ենկոմ ընդհանրապես արած ոչինչ չունեք բացարձակապես ու դու ում շունն ես իմ հողու ջրի մեջ անկնիկ անպեչատ անքաղաքացիություն ստացած հայվան չստացած հայվան դու ով ես որ գաս իշխանության եւ քեզ ով է ասել ընտրարշավը սկսվելա որ քո բջերին քո լամուկներին 6 ամիս շուտ հանել ես լցել ես Երևանի փողոցներն ու պայծեզները մարդկանց սկսվելա դա ընտրակաշառք է համարվում ժողովուրդ ջան պետական համակարգն արդեն իսկ գործում է եւ մտածում է այդ ուղղությամբ եւ դուք բոլորը ձերբակալելու եք բոլորդ որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ընտրարշավը դեռ չի սկսվել ընտրական ոչ մի գործնեություն արած չի բայց ձեր բուկլետներն արդեն պատրաստ է ձեր կաշառքները ձեր հարազատներին պատրաստ է սոցցանցերով հեսա կպարզվի նորից կձերբակալվեք ես ուղղակի զարմանում եմ ինչանա ձեզ դրդեմ այդ կարգի ձեր անգրագիտության լեքսիկոնը ցույց տալ բացահայտ համայն հասարակությանը ձեր դեբիլության ձեր դադարկագլխության ստադիաները ձեր անգրագիտության բալերը այդ կարգի բացարձակ ձևով պատմոսով մատուցել ես հասարակությանը հարց եմ տալիս սկսել է ընտրարշավի հետ տեղի ունեցող քարոզարշավը չգիտեմ ինչ որ դուք իմիգվանից կիսաչփլախ վիճակում գնացել են Գյումրին իմացել եք ինչ ա եղել ես այսքան վաղ
Չգիտեի որ Գյումրին գյուղ է, վայ Աստված ջան, այդքան տարի ես չեմ իմացել, ապրեք որ բացահայտեցիք, այս ինչ հայրենասեր մարդիկ եք, անգամ չեք իմանում ուր եք այդ հմայ ոչխարներ, անգամ չեք իմանում Գյումրին քաղաք է, մայրաքաղաք է, փոքրիկ քաղաք է, մեծ քաղաք է, կներեք էլի ժողովուրդ ջան, այսքան տարի ձգտել եմ Երևան տուն ունենամ չեմ կարեցել, կարողա պարզեք Երևանը գյուղ է թե քաղաք Մի հատ ասեք, էլի այդ ինձ ձևով ամեն ինչ այնքան շուտ է պարզում, այնքան շատ է իրանց մեջ այդ հայրենասիրության բալերը, ստադիաներն այնքան բարձր է, որ սենց էմոցիոնալ էթում են չեն էլ ջոգում, գյուղ են գնացել թե քաղաք։ Ինչ արեցիք Գյումրի որ գնացիք։ Էշ Քոչարյանի, Էշ Դոդի, Էշ Սերժի Շարասյունի հետ որ գնացիք Գյումրի, ինչ արեցիք։ Գյումրի որ տնակի տունը դուռը բացեցիք, մի մեշոկ ալուր դնեք սոցիալապես անապահով ապրող տատին։ Գյումրի որ Դոմիկի դրանդեմը տարակ 5 կուբամետր ցախ թափեիք, ձեր մի հատ այդ բուկլետի տպելու process-ն է։ Տանեիք մի հատ ցախ թափեիք, փայտ ասեք է սոցիալապես անապահով ապրող տատին թող վառի տականա որ վառելիք չունի Գյումրու ժողովրդի 99%-ը խանութներից ամբողջ համար գարդոն է հավաքում որ տանի վառի այդ սննդի պաշկի մնացորդները ինչ արեցիք որ գնացիք Գյումրի ոչ մի բան ժողովուրդ ջան մի մեղադրեք այդ մարդկանց որ հասել են Գյումրի ու ոչինչ չեն արել այդ մարդիկ չեն էլ իմացել Գյումրի են գնացել Գյումրի քաղաք թե Գյումրի գյուղ են գնացել ես այտենց էլ չիմացա Հայաստանի Հանրապետությունում ինչքան գիտեմ միակ քաղաքն է որ մի անուն ունի, մի անուն, քաղաք, Գյումրի քաղաք, հիմա այդ Գյումրի գյուղներ թե Գյումրի քաղաքներ, ինձ այդ անհանգստացնում, լսի, այնքան անտեղյակ ես երկրից, ընդհանրապես մարդը, որ մի բանը գողանում է մի տեղից, ինքը չի իմանում, թե ինչ կա գողանալու այդքան շատ, ուղղակի ինչքան կարում է կրում է, սկի չէ իմանում էդի որ շրջանում է, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար ծառայել է որպես պահեստ ու դուք այդ պահեստի առնետներն եք եղել դարեր ի վեր թալանել եք Հայաստանը կրծել կեղեկել ապականել եք դրա համար չեք ջոգել Հայաստանը տուտ ունի վերջ ունի սկիզբ ունի մեջտեղ ունի լենքով երկանքով իշխանա քանի քառակուսիա Էշ Քոչարյանը իր շալվարի չափով էր ներկայացնում Հայաստանը 10 քանի տարի ղեկավարել է հայվանի ծնունդը Հայաստան աշխարհի լենքն ու երկանքը չի իմացել այդ ապուշը քանի քառակուսիա քանի հազար քառակուսի էդ էլ չի իմացել բայց հոգեբանորեն որ մտածում ես այդ կովի ծնունդին մեղադրել պետք չի այդ լրփի տղեն եթե դարեր ի վեր կեղեկել է թալանել է ապականել է գույք պարքի դիմաց գյուղեր ա տվել ատոմնիներ ա տվել չգիտեմ գործարաններ ա տվել ինչ ասես ադելա այդ մարդն արդեն չի կողնորոշվում ինչ ունի հասկանում ես ոնց որ անհաշվարկ անգրագետ անասնապանեթադաշտ գելը ուտի Ոչխարին ինչ պետք է իմանա քանի հատ կերավ քիչ փոքրանալուց նոր պետք է ջոգի Էն էլ ես իմ ջոգի թե չէ հիմա այս չոբաններն են սրանք չոբաններ են ժողովուրդ ջան դարեր ի վեր Հայաստանում ժողովրդին ասու տված ժողովրդին հոտի պես քշել են աչուձախ նեղացրել պուճուրացրել ջեբին կպել կտրել կիսել ավիրել Իրանց համար վիլաներ են սարքել։ Այս սոված երկրում ամբողջ Սևանի ափը տուտն ու վեր վիլաներ է։ Քանդում են ու քանդում չի պրծնում, ապա մոնտաժում են։ Ամբողջ Սևանը լենքով երկանքով, բայց այդ վիլա սարքողը մի օր չտեսավ այդ իրա գովացած են երկու թափթփուկ գյումրեց երկթե փողոցներից։ Այդ թափթփուկից զատ այդ որ փողով խոսացնում են, դրանցից զատ երբեք չտեսավ ու չնկատեց, թե իրա գյումրու ժողովուրդը ոնց է ապրել։ Եգրաշարժից մինչև առեսօր ու ի վեր դեռ ապրում է թե դա ապրելա, թե դա գոյատևելա, թե դա քրքաշ յոլայթալա, այդ արդեն գյումրեցին գիտի, որը որ տնակների մեջ է, թամամ տնակներն էլ իրանցը չի։ Այսօր հանգարց Հայաստանի Հանրապետությունում Ժանգախտի պես հիվանդությունն է գլուխ բարձրացրել, որի անունն է Սամվել Կարապետյան, նրա գործող ուժի անունն է տակից Հայվան Կարապետյան Դոդեգագո Նոյան տապանի նավով հանդես ա եկել, փրկում ամարկանց, լսի, դուք փրկող տեսակ եք, թե քանդող, ավիրող, ապականող տեսակ եք։ Հայաստանի Հանրապետությունում դուք ընդհանրապես խայտարակության ներկայացուցիչներ եք։ Հայաստանի Հանրապետությունը քանդելու, ապականելուց ի վեր դուք ոչինչ չունեք արած, ոչ հետ, ոչ առաջ։ Ինչն ա ձեզ դրթել, ով ա ձեզ բրթել, Բրթողը գիտեմ, Վլադիմիր Պուտին սպիտակ թուրք, բայց դրթողը արդեն իսկ Հայաստանում է։ Հայաստանի Հանրապետությունում է ձեզ դրթող համակարգը։ Ձեզ դրթում են մեր դեմ բրթած նախկին թալանչիները, ձեզ դրանք են դրթում, բայց ասեմ ձեզ, քանի որ ձեզ դրթում են, քանի որ ձեզ բրթում են, քանի որ ձեր վարած լկտի իշխանության շնորհիվ, քաղաքականության շնորհիվ ձեր նախկինների Բաքվա բանտերում ձեր նմաններին բրթում են Այդ ձեր այդ նախկին պատկան մարմիններին, պետական համակարգը խեղաթուրողներին, այդ դրա վրա ընդհանրապես սիրտս չի ցավում։ Էդ էլ ասեմ, որ խիղճս հանգստան, այսօր ասում են խաղաղության պայմանագիր են կնքել, բայց Բաքվա բանտերում են մեր Արցախյան
Արցախի ղեկավար համակարգը, կներեք, որ ղեկավար համակարգը, այն որ Արցախի ժողովրդին բնավեր արեց, Ռուսի առաջ զաստավիտով Արցախի բնակչությանը տվեց տորտ կդրել, մոմ փչել, ոսկիները գողացան ու փախան, այդ ժողովրդի մասին եք դեմ ընկնում, այդ ժողովրդի մասին եք մտածում, այդ գերեվարվածի մասին եք դուք մտածում, կներեք, այդ գերեվարվածները ինչ չեն հետաքրքրում, Արցախի պատկան մարմիններին պետքա դատեն, պետքա դատեն այդ գերեվարվածներին ցմա պետք չի ամեկին 15 տարի տան հերիքա իրանք բոլորը 60-նանց հայվաններ են որ ուղիղ 40 տարի Հայաստանի Հանրապետությունում արածեցին բյուջեից հետ արածեցին ոչխարի պես իսկ հիմա գղկալով քակում են իրանց հարամ կերածը դրանց պետքա դատել ցմա ու խաղաղության պայմանագրի վրա հիմնված Բաքվա բանտերում 18 տարեկանի բնակիչից որ գնաց իր հողի համար նրանց բոլորին տի հետ բերեն բայց այդ 18 թե 16 գլխականակ հայվաններին պետքա պահեն գերության որ գիտակցի ղեկավար մարդը Արցախ ղեկավարող իշխանությունը բարերար հանդիսացող մարդը բիզնեսմեն հանդիսացող մարդը չի կարա Ալիևի կանչելով հելնի էթա ընենց հելակ գնացիք как будто դες սեղան էին փռեց ձեր համար գիտես խի տենց ակտիվ գնացիք էսա ես ձեզ բացատրեմ մեռնեմ ձեզ դու գնացիք որ չերես Պուտին Գաք Հայաստան կներեք ձեզ Ալիևն էր կանչե Պուտինը ձեր պապանա Ալիևը բոլորի պապանա բայց քանի որ ձեր մոտ գիտելիքներ չկա ոչ քաղաքական ոչ ռազմական ոչ հայրենասիրական ոչ մարդկային այդ դրա համար էլ գնացիք ու հասակ Ալիևի բազմած գահին դե գնացեք մնացեք այնտեղ ու հիշեք Այն տարիների գերիները որ անտեսված էին մինչև առեսօր ձեր բարձր հովանի ներքո գնացեք ու զգացեք այդ գերեվարված մարդկանց կարգավիճակը նրանց ավիրված անտեսված արհամարված ծնողների կարգավիճակը որ գիտակցեք որ Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրել է Ռոբերտ Քոչարյանը եւ Արցախի այն պատկան մարմինները որոնք այսօր ոչ պատկառելի պայմաններում ննջում են Բաքվա բանդերում նրանք հայրենակից կոչվելու իրավունք չունեն նրանք Հայաստան վերադառնալու իրավունք չունի այն մարդը որ կխեղաթուրի, որ կապականի, որ կպղծի Հայաստանի Հանրապետության գերբը դրոշը, հայ զինվորի կյանքի գնով ունեցվածքներ կդիզի, սոցիալապես անապահովի, տանջվածի, տառապած ժողովրդի այրան գնով, նա պետք է կհատուցի Հայաստանի Հանրապետության բանդերում, կհատուցի Բաքվա բանդերում, թե կհատուցի իրանց ռուլի տանող Պուտինի շվաքի տակ, դա էական չի, կարևորը որ հատուցի ու գնահատի Հայաստանը, Հայաստանի արժեքները, Հայաստանի Հանրապետության ծնողին, մորը, սրբությանը ու վանքերին ու հայ զինվորի ընտանիքներին ու ամեն քայլը անի գիտակցաբար իսկ եթե ոչ կարժանանա Աստծո դատաստանին որը որ արժանացել է Սամվել Կարապետյանի այդ ոչխարի ոհմակն էլ անձեն եկել է բայց բռալով հետա գնալու ժողովուրդ բռալով հետա գնալու այդ էշմոզին չի պատկերացնում որ Հայաստան էլ երբեք չի հանձնվելու Հայաստանը չի հանձնվելու իրանց տրամադրության տակ չի լինելու մեր երկիրը մեր պետությունը մեր իշխանությունը մեր գահը կյանքի գնով փրկվել է շուրջ 8 տարի դրանց ձեռից այդ մանդատը թարս կմցնեն ձեր լուսը բայց չեն տա ձեզ այդ մանդատը դուք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես անելու ոչինչ չունեք Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկած, կեղեկած, թալանած, ավիրած, նախքին կլինի, ով կլինի, էլ այս դուրը ձեր առաջ չի բացվելու ժողովուրդ ջան։ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների մոտ կառավարական դաշտում, ազգային ժողովում էլ ձեր առաջ դռներ չի բացվելու, որpիսի այդ դռների ներսում դուք չկերտեք հոկտեմբերի 27, որ դուք այդ դռների ներսում ուղարկի չգլխատեք Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Դուք Հայաստանի Հանրապետությունում անելու ընդհանրապես ոչ մի բան չունեք։ Այսքանը ժողովուրդ ջան լավ մնացեք ձեր բոլորին շատ սիրում հարգում եմ հարազատներս